Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր գովել է Իլհամ Ալիևին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները եւ առաջին նման տարանցիկ բեռը կլինի ղազախական հացահատիկը։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Չափազանց կարևոր հայտարարություն է տեղի ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստանի Հանրապետությունը ներմուծում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքից խոսքեր ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևին եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոպախիձեին, ասաց Փաշինյանը։ Նա վերել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի 4-րդ կետը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղիղ միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի մասին է։ Ապա հավելեց, որ այժմ Հայաստանն ԱՄՆ-ի հետ աշխատում է այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ Ուրախ եմ նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Բայց մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան Մարգարայի, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով, ասաց Փաշինյանը, շեշտելով, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի Նախիջևան եւ հակառակ ուղղություններով։ Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է, այսպես ասած, վերադարձնել այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել հայաստանյայ Ցառաքելական Սուրբ եկեղեցուն։ Իր նոր մտադրության մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան խարդավանքներ, ֆեյքերցիների խմբեր են գործում կամ բոլոր բարոյական եւ իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը, ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։ Պատասխանելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Ալխազ Ղազարյանի հարցին, թե ինչու է ինքը որոշել մասնակցել Հովաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին, Փաշինյանը հայտարարեց, թե հոգևոր կյանք է գտել Հովաննավանքում։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Նա հերթական անգամ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին դիմեց Ավազանի անունով եւ հայտարարեց, թե կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Նա ոնց կարող է մարդ կարգալույծ անել, ինքը կարգալույծ է։ Ես որպես հայաստանյայ Ցառաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է։ Ինքը հոգևոր դասի մեջ չէ, ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայրաթորը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ։ Հայտարարեց Փաշինյանը, պնդելով, որ կառավարությունը եկեղեցու հետ կոնֆլիկտ չունի եւ հայ առաքելական եկեղեցին իր սրբությունն է։ Նա հավելեց, որ կիրակի օրը ոչ միայն մասնակցելու է Հովաննավանքի պատարագին, այլև հաղորդություն է ստանալու։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին կաթողիկոսը վստահ է, որ հայ ազգը նոր ղեկավարների կարիք ունի, որպեսզի երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից։ Վեհափառն այդ մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ Սփյուռքը ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում, այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից։ Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն եւ ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը, հայտարարել է նա։ Վեհափառը նշել է, որ աշխարհագրական պայմանները փոփոխվում են, այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Ըստ կաթողիկոսի մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։
Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ, ընդգծել է Արամ Առաջինը։ Նա հավելել է, որ Հայաստանի փրկության եւ վերականգնման մեջ Սփյուռքի դերն էական է ու առաջնահերթ, եւ Սփյուռքը կարող է այս ընթացքը կասեցնել, չնայած տարբեր երկրներում տարատեսակ դժվարությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած։ Այժմ ըստ կաթողիկոսի Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսությունը սկսել է Սփյուռքի վերակազմակերպման գործընթաց, քանի որ Հայաստանի զորացումը պայմանավորված է հենց Սփյուռքի հզորացմամբ։ Քաղաքացիական պայմանագրում կան մարդիկ, որոնց սիրտը արյուն է ուզում այսօր ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազորությունում այս հայտարարությունն արեց ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, անդրադառնալով Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձություններին։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արյուն է ուզում, այս մարդկանց սիրտը Փարակյար երկուս է ուզում եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լինել Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների թիմերի միջև։ Այս պայթերությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ, վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ՞։ Նա նշեց, որ իր թիմի նկատմամբ տարատեսակ ճնշումներ են եղել ընտրություններից անմիջապես հետո։ Մեկից ստացան կաշառակերի տարբերակը, ինձանից էլ երևի թե փորձելու են ստանալ կրիմինալ, կռիվ, ծեծ ու ջարդ, դրանից բխող մնացած հետևանքներով, հավելեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին ներկայացված կաշառակերության մեղադրանքին, ապա նա ընդգծեց, որ պետք է սպասել դատարանի որոշմանը։ Մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որ հետագայում պարզվել է մեկը կտրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ էր եղած։ Ես այս առումով հստակ ոչինչ չեմ կարող ասել, եթե փաստ լինի վերջնական, որ այս ամեն ինչն իրականություն է, ուրեմն նա քաղաքալատյալ չէ։ Իսկ եթե պարզվի, որ սարքած, կցած, կսմծած ինչ որ բանով սարքած կարած գործ է, այդ բaragայում արդեն այլ բան, ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Գյումրիում ԿՊԱ-ական համայնքապետ ընտրելու հնարավորությանը, նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանիում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 14 մանդատ ունի, ընդդիմադիր ուժերը միասին 19, իսկ մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ։ Նա հավելեց, որ 3 մանդատի պակասը իշխանությանը կխանգարի գործընթացը կյանքի կոչելու համար։ Սամվել Կարապետյանի մերձավորների առաջնորդած Մերձևով շարժման անդամ իրավաբան փաստաբան Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական ունեցգրքի 2 հոդվածներով։ Տեղեկությունը հայտնում է Մերձևով շարժումը։ Մխիթարյանին ոստիկանության բաժին էին տարել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձությունների ժամանակ։ Շարժումը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական ունեցգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով զանգվածային անկարգություններին մասնակցել է եւ 486-րդ հոդվածի արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկրորդ մասի առաջին կետով։ Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին Ապոլինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։ Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե հարցաքննության, որից հետո քննչական մարմինը ամենայն հավանականությամբ դիմելու է դատարան Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանում մեկնարկած ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանը։ Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը հայտնել է, որ պարզապես որոշել են չմասնակցել, իսկ պատիվ ունեմը տարիներ շարունակ բոյկոտում է Փաշինյանի կաբինետի հետ հարցուպատասխանը։ Կառավարությանը հարց տալու համար գրանցվել են 2 տասնյակից ավելի իշխանական պատգամավորներ։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմադիր գործընկերների տեղը զբաղեցրել են օպերատորները։ Կարող եք գրանցվել, եթե հարցեր կան, կարծում եմ օգուտը ավելի շատ կլինի, հեգնեց Սիմոնյանը։ Ընդդիմադիրների բացակայությունը ուրախացրել է նաև Նիկոլ Փաշինյանին։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Ինչ։ Լավ։ Դետ եմ ասում։ Այսօր հոկտեմբերի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում ժամը 8:50-ի սահմաններում Էջմիածին Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Մազդա եւ 34-ամյա Գարիկ Մ-ի վարած Լադա Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լադայի վարորդը տեղում մահացել է, Մազդայի վարորդն ու Լադայի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինա Բ-ն մարմնական վնասվածքներով
տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել Լադայի վարորդի մարմինը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։